Սիրված դերասանուհի Հասմիկ Խոջյանն ինստագրամյան էջում հրապարակումով է հանդես եկել, այդպիսով պատմելով իր հետ տեղի ունեցածի մասին։ Դերասանուհին նկար է հրապարակել հիվանդանոցից և այդպիսով հայտնել, որ պատահմամբ ընկել եմ։ Երեկոն բարի չէր ինձ համար, ընկել եմ։ Պարզվում ա, ծիծաղն ու ցավը լավ էլ համադրելի են։ Ոչինչ չի եղել, լավ եմ։ 1-2 օր տնային ռեժիմ ու վերջ, գրել է դերասանուհին։ Ավելի ուշ նա հրապարակել է ինստագրամյան հարթակում հետևորդների հաղորդագրությունները, որոնցից մեկը գրել է. «Աչքով տվեցին ձեզ նախորդ վիդեոյի պատճառով»։ Աչքով են տվել, Հասմիկ ջան, հաստատ։ Որ ասենք աչքով են տալիս, ձեզ կծիծաղեք, բայց դե Աստված ձեզ օգնական։ Այս մեկնաբանություններին ի պատասխան Հասմիկ Խոջյանը գրել է. «Ժող, իրականում այնքան եմ ծիծաղել, ես այն մարդկանցից եմ, որ ընկնելու պահին ինչքան էլ ուժեղ լինի ցավը, մեկ ա, ծիծաղում եմ։ Կարևորը լավ եմ, կոտրվածք չունեմ։ Իրականում ես կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր անկեղծորեն կիսվում են իրենց հետ եղած և լավ և վատ իրադարձություններով, ցանկալի սահմանների ներսում, Աստված միշտ նման անկեղծ մարդկանց կողքին ա լինում։ Իսկ ես սիրում եմ կիսվել իմ լսարանի հետ և շարունակելու եմ հենց այդպես։ Մենք չգիտենք, թե ինչ կարող էր լինել, այնպես որ շնորհակալություն ու փառք Աստծու, որ այսպես անհետևանք ավարտվեց ամեն ինչ», գրել է դերասանուհին, նաև ցույց տալով իր դրական տրամադրվածությունը յուրաքանչյուր իրավիճակին։ Դերասանուհի Հասմիկ Խոջյանը բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում, վերջինս շատ հաճախ հրապարակումների տեսքով ցույց է տալիս, թե ինչպես է վաղ առավոտից սկսվում իր օրն ու ինչպես է ավարտվում, շատ հաճախ ընկերների և բարեկամների ընկերակցությամբ։ Հասմիկ Խոջյանը նաև ցույց է տալիս իր դստեր Նարեի հետ անցկացրած ժամանակը։ Հասմիկն այս անգամ ինստագրամյան հարթակում կիսվել է երջանկայաշատակ Լալա Մնացականյանի խոսքերով և այդպիսով նշել, որ մանրամասնորեն դա է իրեն սովորեցրել տիկին Մնացականյանը։ Ու ամեն անգամ, երբ կոտրված վիճակում եմ լինում, թվում ա ելք չկա ու վերջնական տապալվել եմ, հիշում եմ, թե ոնց էր ասում. լացեցիր, խղճացիր քեզ, ապրես, դե հիմա մաքրիր արցունքներդ ու ավելի մեծ ուժով առաջ գնա, դո պաբեդնովա կոնца, նշել է Հասմիկ Խոջյանը։ Թե իրականում ինչ է կատարվում դերասանուհու անձնական կյանքում, ինչու է նա վերջնական տապալված և ինչու է լաց լինում, դժվար է ասել։ Հայկական շոու բիզնեսում ամենաշատ սիրված երգչուհիներից մեկը երգչուհի Սոնա Ռուբենյանն է։ Սոնան սիրված է ոչ միայն ինքն իրենով, իր երաժշտական բարձր տվյալներով, այլ սիրված է իր հիանալի ընտանիքով։ Երգչուհի Սոնա Ռուբենյանի դուստրը Մարին շատ սիրված է հանրության կողմից։ Նրա մասնակցությամբ հրապարակումները ամենասպասվածն են հետևորդների շրջանում, դե իսկ Սոնա Ռուբենյանն էլ չի չարաշահում հետևորդների սպասելիքները և բավականին հաճախ հրապարակումներ է անում դստեր մասնակցությամբ։ Այս օրերին ընտանիքը մեկնել է հանգստի։ Հաջորդիվ կներկայացնենք ընտանիքի ջերմ հանգստից մի քանի կադրեր։ Սակայն այս անգամ պետք է խոսենք մի թեմայի մասին, որը մի քանի անգամներ ապացուցվել է։ Դերասանուհի Հասմիկ Խոջյանը, ով ևս բավականին սիրված է հանրության շրջանում, ակտիվություն է ապահովում ինստագրամյան հարթակում, հրապարակումներ է անում իր դստեր Նարեի մասնակցությամբ։ Այս օրերին Հասմիկը մայրիկի և դստեր հետ հանգստանում է ջերմուկում։ Վերջինս կրկին կադրեր է հրապարակում, ցույց տալով իրենց պասիվ հանգստից հատվածներ։ Առաջին անգամ չէ, որ հանրությունը նկատում է, որ Հասմիկ Խոջյանը ինչ-ինչ քայլերով փորձում է նմանվել երգչուհի Սոնա Ռուբենյանին։ Նա և դուստրը երբեմն հագնում են, կրում են այնպիսի հագուստներ և կերպարներ, որոնք վերջին շրջանում կրել է հենց երգչուհի Սոնա Ռուբենյանը։ Դե իսկ այսօր ամենաթարմ նորությունը, որը ևս մեկ անգամ ապացուցում էր, որ դերասանուհին կարծես թե ամեն կերպ փորձում է ոտք մեկնել երգչուհու հետ, սա էր։ Երգչուհին հրապարակել էր կադրեր, որտեղ փոքրիկ Մարին ձու էր մաքրում և ուտում։ Սոնայի հրապարակումից կարճ ժամանակ անց նույն հրապարակումն է արել Հասմիկ Խոջյանը, ասես ցույց տալով, որ իր դուստրը լինելով ավելի փոքրիկ, այնուամենայնիվ կարողանում է ինքնուրույն ուտել։ Արդյոք այս ամենը զուգադիպություն է, թե իրականում իրոք Հասմիկ Խոջյանի համար Սոնա Ռուբենյանի վարած կոնտենտը օրինակ է և նա ամեն կերպ փորձում է նմանվել երգչուհուն, դժվար է ասել։ Ներկայացնում ենք համեմատությունները առանց մեկնաբանության, ինչպես նաև առանձնացրել ենք երգչուհի Սոնա Ռուբենյանի ընտանեկան հանգստից մի քանի կադրեր, որը ներկայացնում ենք հաջորդիվ։
Ում ծնունդն է։ Նշեցիր ծնունդը։ Պատմեմ։ Դու գիտես երեք խոզուկները։ Լինում է, չի լինում, մի խոզուկ է լինում։ Վալում են գայլի տեղ։ Անկապ ասում եմ, մատերդ, Մարի, մատըտ, Մարի, happy birthday to you. Շնորհավոր իմ աշխարհ։